Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում եւ Երևան քաղաքի վարչական շրջաններում նոյեմբերի 1-ից 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո անցկացվում է դպրոցականների վոլեյբոլի լիգայի համայնքային փուլը։ Սևան համայնքում այն անցկացվեց նոյեմբերի 7-ին եւ 8-ին։ Մրցումներն անցկացվում են 2 տարիքային խմբերի դպրոցականների թիմերի միջև։ Առաջինը 6-ից 7-րդ դասարաններ, 12-ից 13 տարեկան, 3 աղջիկ, 3 տղա։ Երկրորդը 8-ից 9-րդ դասարաններ, 14-ից 15 տարեկան, 3 աղջիկ, 3 տղա։ Նոյեմբերի 7-ին Սևանի ավագ դպրոցում առաջին տարիքային խմբում մրցեցին Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան համար 3 հիմնական, Զովաբերի Եղիշե Չարենցի անվան, Ծովագյուղի Մուրացյանի անվան, Սևանի համար 5 եւ Դդմաշենի միջնակարգ դպրոցների թիմերը։ Սիրելի մարզիկներ, սիրելի այսօրվա մասնակիցներ, բոլորիդ ողջունում եմ, որ այսօր մասնակցում եք դպրոցականների վոլեյբոլի լիգա համայնքային փուլին։ Ցանկանում եմ սիրելի մարզիկներ պատվով մասնակցեք այս մրցաշարին եւ պատվավոր տեղեր գրավեք։ Ցանկություն ունենաք մասնակցելու, ընկերվեք խմբակներին եւ ձեր դպրոցներում ավելի զարգացնեք այս մարզաձևը։ Մեր համայնքի ղեկավար պարոն Սարգիս Մուրադյանի անունից ողջունում եմ բոլորիդ այսօրվա այս դպրոցականների վոլեյբոլի լիգա մարզական խաղերը անցկացնելու համար։ Բոլորիդ ողջունում եմ Սևան համայնքային փուլի մասնակցության համար։ Ասեմ, որ այս ծրագիրը վոլեյբոլի դպրոցականների վոլեյբոլի լիգա մարզական խաղերը առողջ ապրելակերպ ծրագրի շրջանակներում են, որը որդեգրել է Հայաստանի Հանրապետության կառավարության։ Այն անցկացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո։ Ձեր բոլորի հաջողություն եմ ցանկանում, առողջություն, ուսման մեջ նոր ձեռքբերումներ եւ ասեմ նաեւ, որ այս խաղերը, ինչպես մնացած խաղերը վարչապետի գավաթի գտնվում են մարզի ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Առաջին տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրեց Զովաբերի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ հորիզոնականը գրավեց Սևանի համար 5 միջնակարգ դպրոցի թիմը, երրորդ տեղը զբաղեցրեց Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը։ Նոյեմբերի 8-ին երկրորդ տարիքային խմբում 8-ից 9-րդ դասարաններ, 14-ից 15 տարեկան ուժերը չափեցին Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համար 1, Սևանի համար 4 հիմնական, Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան համար 3 հիմնական, Լճաշենի Աշոտեր Գրիգորյանի անվան, Վարսերի Ռաֆիկ Պետրոսյանի անվան, Սևանի համար 6, Սևանի համար 5, Դդմաշենի, Զովաբերի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցների թիմերը։ Երկրորդ տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրեց Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համար 1 հիմնական դպրոցի թիմը։ Երկրորդ հորիզոնականը գրավեց Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան համար 3 հիմնական դպրոցի թիմը։ Երրորդ տեղը զբաղեցրեց Սևանի համար 4 հիմնական դպրոցի թիմը։ Առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը գրաված դպրոցների թիմերը պարգևատրվեցին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով։ Այսպիսով Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո անցկացվող դպրոցականների վոլեյբոլի լիգա 2025 մարզական խաղերի մարզային փուլում, որը կանցկացվի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը, առաջին տարիքային խմբում 6-ից 7-րդ դասարաններ, 12-ից 13 տարեկան Սևանը կներկայացնի Զովաբերի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երկրորդ տարիքային խմբում 8-ից 9-րդ դասարաններ, 14-ից 15 տարեկան Սևանը կներկայացնի Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համար 1 հիմնական դպրոցի թիմը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո անցկացվող դպրոցականների վոլեյբոլի լիգա 2025 մարզական խաղերն անցկացվում են դպրոցականների շրջանում վոլեյբոլ մարզաձևի զարգացման, տաղանդավոր հեռանկար ունեցող մարզիկների հայտնաբերման, հետագայում Հայաստանի Հանրապետության առաջնություններին մասնակցող թիմերում ընդգրկելու, ինչպես նաև դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի դերի բարձրացման, ֆիզիկապես առողջ եւ բարոյապես կայուն սերնդի ձևավորման նպատակով։ Սուրեն Վարսայան, Գնալ Հովհաննիսյան, Սևանի S-1 հեռուստաընկերություն, Գեղամահուր։